Ասա ինձ, որ ամիս ամսաթիվ տարեթիվ ես դու ծնվել եւ ես քեզ կասեմ, կպատմեմ քո ճակատագրի մասին, քո հայրական, մայրական տոհմի մասին։ Թվերը իրենցից պարունակում են մեծ գաղտնիքներ, որը շատ մարդիկ չգիտեն եւ մնում են մի տեղում դոփում եւ չհասկանալով թե ինչպես կարելի է փոխել ձեր կյանքը դեպի լավը, դեպի բարելավում կյանքի բոլոր ոլորտները։ Այսպիսի հարցերի համար ձեր ճակատագրի հոգեմատրիցան հաշվարկելու համար դուք կարող եք դիմել ինձ իմ WhatsApp եւ Telegram կանալի կոնտակտին +374 93 40 45 37 համարին եւ ստանալով բավականին շատ մեծ տեղեկատվություն գաղտնի պարունակող ձեր ամիս, ամսաթիվ, տարեթվի, ձեր ամբողջ կյանքի մասին է այստեղ խոսքը, որտեղ տոհմը կապ ունի ցեղը ձեր հայրական, մայրական եւ դուք որն է ձեր ուժը, ինչպես կարող է այդ ամենը առաջացած լիներ ձեր մոտ, եթե կան ինչ-որ խնդիրներ, եւ դուք կարող եք ստանալ բավականին շատ պատասխաններ ինձ մոտ հետագայում ճիշտ ուղու վրա ձեզ դնելուց հետո հասկանալով այդ ձեր թվերը ինչպես դուք կարող եք դրական օգտագործել թվանշանները ձեր կյանքում եւ ունենալ ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություններ, աճեք եւ առաջ գնաք, կատարելով ձեր միսիան։ Շատ մարդիկ կան, ովքեր որ մի տեղում դոփում են եւ չգիտեն թե խոսքի օրինակ առողջական խնդիրները որտեղից են գալիս։ Ճակատագրի հոգեմատրիցայի հաշվարկի ժամանակ ես բավականին շատ բան եմ տեսնում եւ ձեզ տալիս եմ բավականին շատ ինֆորմացիաներ, թե ինչպես դուք կարող եք այդ ամենը շտկել, ուղղել, ձեզ մոտ, որպեսզի ձեզ մոտ լինեն բարելավումներ։ Խոսքի օրինակ բերեմ, ովքեր ծնվել են ուրեմն 2-ին, 11-ին, կապ չունի թե որ ամսվա 20-ին, 29-ին, ձեր արխետիպը դա գործընկերն է, որովհետև դուք կարող եք լինել լավ գործընկերներ։ Հնարավոր է տրավմայի հետ կապված ձեր անցյալ կյանքի մերժումների հետ է դա կապ ունեցել, ինչպես դուք կարող եք հասկանալ, որովհետև հնարավոր է այս կյանքում դուք վախենում եք մերժել, ասել ոչ, որպեսզի ձեր սերը օրինակ չկորցնեք։ Լուծվում եք սիրո մեջ, տառապում, միակողմանի սիրուց, այստեղ ահավոր կարող եք նեղանալ, շուտ վիրավորվեք։ Երկու թվանշանները ընդհանրապես ձեզ մոտ առողջականի հետ կապված այստեղ կարող է կարևորը այստեղ ձայնի հետ հնարավոր է լինի խնդիրներ, կոկորդի, որովհետև երբ որ դուք չեք արտահայտվում, այդպես ձեր ներսում տանում եք, աբիդան, վիրավորանքը եւ բաց չեք թողնում։ Ինչպես դա կարող է առաջանալ, դա ձեր ցեղի հետ կարող է կապ ունենալ, այսինքն ձեր ծնողներից մեկը հնարավոր է շատ սառն է եղել ձեր հանդեպ կամ ինչ որ կանխատեսելի անձ է եղել եւ այստեղ փոքրուց դուք ինչ որ զգացողություններ եք ունենում, որ սերը պետքա վաստակել, ոնց ենք դուք անդրադառնում հետագայում ձեր կյանքի վրա։ Դուք հնարավոր է վախենում եք միայնակությունից, դրա համար միգուցե որի պատճառով հանդուրժում եք տոքսիկ հարաբերությունները։ Դուք ձգում եք այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ իգնոր են անում, եւ դուք կարող եք այստեղ ձեր գիտեք ինչն է հետաքրքիր, իրական ցանկությունները չարտահայտեք, որպեսզի դիմացինին դուր գաք։ Դուք բավականին տաղանդավոր եք, որովհետև շատ խորը էմպաթներ եք, ես խորհուրդ կտամ զարգացնեք ձեր մեջ ձեր ինտուիցիան, բավականին շատ լավ կարող եք հասկանալ ձեր դիմացինին, դիպլոմատ մարդիկ եք, ձեզանից կարող են լինել լավ դիվանագետներ, կարողանում եք մարդկանց լսել, ունեք տաղանդ հոգևոր լավ ատմոսֆերա ստեղծելու, իսկ ձեր ուժը դա ձայնի մեջ է, ձեր խոսքի,
որովհետև դուք կարողանում եք լավ միջոցառումներ վարել, երգել, սիրել մարդկանց առանց պայմանի։ Իսկ ձեր էներգիայի աղբյուրը դա ձեր զգացմունքներն են, որը դուք պետք է արտահայտեք, այլ ոչ թե լռեք, հա։ Պետք է շփվեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ գնահատում, սիրում են եւ ընդունում են այնպիսին, ինչպիսին դուք կաք։